Հակոբոս 3 Ընդդեմ անսանձ լեզվի Եղբայրներին, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտեք, իմացեք, որ մեծ դատաստան եք ընդունելու, քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը, տես, թե ինչպես սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդվեն, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք, ահավասիկ և նավերը, ինչ հսկա բաներ են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, որ կողմը, որ նավավարի սիրտն ուզում է, այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում, ահա թե ինչ մի փոքր կրակ ինչպիսի անտառներ է հրդեհում, լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության, մեր անդամների մեջ է հաստատված լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և կրակով վառում մեր ամբողջ կյանքը, բորբոքված գեհենի կրակով, գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն, այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել, նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծո նմանությամբ, նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ, եղբայրներին, պետք չէ, որ այդպես լինի, միթե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի, եղբայրներին, միթե կարելի է, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որդատունկը թուզ, նմանապես աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ, երկրային և երկնային իմաստություն, ձեր մեջ ով է իմաստուն և խելացի, թող նա բարի ընթացքով ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարված իր գործերը, իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի պարծեցեք, որ սուտ եք հանում ճշմարտությունը, այս իմաստությունը ի վերուստ չէ իջած, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվային, որովհետև ուր հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան, իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարեցակամ, լի ողորմածությամբ և բարի գործերով, մաքուր խեղճմտանքով, առանց կեղծավորության, արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։